Տասնամյակների հակամարտությունից հետո վստահ ենք, որ մեր տարածաշրջանում կա իրական հնարավորություն շրջելու թշնամանքի էջը և հաստատելու իրական խաղաղություն ու տևական կայունություն, ընդգծել է Արարատ Միրզոյանը բրազիլական ամենամեծ և ազդեցիկ օրաթերթերից Ֆոլային տված հարցազրույցում։ Սակայն սա իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է կառուցողական մոտեցում երկու կողմերից։ Հայաստանում մենք տեսնում ենք այս հնարավորությունը և լիովին հավատարիմ ենք խաղաղության այս օրակարգին։ Վերջապես մեր ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ կարողացանք վերջնականացնել պայմանագրի նախագիծը։ Այս խաղաղության պայմանագիրը սահմանում է մի շարք կարևոր դրույթներ, որոնք եթե ստորագրվեն, վավերացվեն և կյանքի կոչվեն, կարող են դառնալ ամուր հիմք հետագա քայլերի համար։ Ես հիմնականում խոսում եմ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին։ Մենք ճանաչում ենք այդ ամբողջականությունը Խորհրդային Միության փլուզման պահին 1991 թվականին մեր երկրների միջև գոյություն ունեցած սահմանների հիման վրա։ Սա կենսական նշանակություն ունի։ Կողմերը նաև պարտավորվում են ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և միմյանց ներքին գործերի միջամտելուց։ Նախարարը ընդգծել է, Հայաստանը պատրաստ է անմիջապես սկսել խորհրդակցություններ ստորագրման վայրի և ամսաթվի վերաբերյալ։ Սակայն ցավոք տեսնում ենք, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում տարբեր նոր, ես կասեի արհեստական նախապայմաններ, ինչը բարդացնում է պայմանագրի ստորագրումը և այսպես ասած ինստիտուցիոնալացված խաղաղության հաստատումը։ Մենք գրեթե հասել ենք նպատակին, մեզ անհրաժեշտ է ընդամենը մի փոքր ավելի քաղաքական կամք, ուժեղ քաղաքական կամք հանդիպելու և ստորագրելու պայմանագիրը։ Մենք նաև առաջարկել ենք ապաշրջափակել տրանսպորտային ուղիները, սկսելով այն երկաթուղուց, որը գործում էր խորհրդային տարիներին և հանդես ենք եկել զենքի երկկողմ վերահսկման և վերիֆիկացման մեխանիզմի ստեղծման առաջարկով, քանի որ Ադրբեջանը ևս մտահոգություններ է հայտնել այս հարցի վերաբերյալ։ Հարցին, թե այս նախապայմանների առկայության դեպքում հնարավոր կլինի իրականում հասնել պայմանագրի ստորագրմանը, նախարար Միրզոյանը պատասխանել է. Մենք պատրաստ ենք պայմանագրի անհապաղ ստորագրմանը, սակայն այն, ինչ լսում ենք Ադրբեջանից, տպավորություն չի ստեղծում, որ նրանք պատրաստ են։ Ցավոք, ինչպես ասացի, նրանք շարունակում են նոր նախապայմաններ ներկայացնել։ Հարցազրույցում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Բրազիլիա երկկողմ հարաբերություններին։ Մենք ունենք գրեթե նույն տեսլականը գլոբալ կառավարման և միջազգային հարաբերությունների համակարգի բարեփոխման վերաբերյալ, քանի որ տեսնում ենք, որ ներկայի համակարգը պատշաճ կերպով չի գործում, հատկապես երբ խոսքը վերաբերում է վաղ նախազգուշացման մեխանիզմներին կամ լուրջ խախտումների և զանգվածային բռնությունների կանխարգելմանը։ Բրազիլիան կհյուրընկալի COP30, իսկ Հայաստանը COP26-ին կենսաբազմազանության COP17-ը։ Մենք գնահատում ենք Բրազիլիայից ստացած աջակցությունն ընտրությունների ժամանակ։ Այս երկու իրադարձությունները բնականաբար մեզ ավելի են մոտեցնում։ Մենք նաև մտադիր ենք կազմակերպել և իրականացնել որոշ համատեղ միջոցառումներ։ Որոնք են Հայաստանի սպասումները COP30-ից։ Նախարարը նկատել է, որ COP30-ը հավանաբար պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի զարգացող երկրների և ընդհանրապես գլոբալ հարավի կարիքներին։ Կարծում եմ, որ ըստ տարբեր գնահատականների այս ասպեկտը որոշակիորեն բացակայել է նախորդ COP-երում, եզրափակել է Միրզոյանը։ Քրիստինե Թորոսյան, լուրեր։